Արդեն 2 օր է կրակոցներ չկան Պակիստան-Հնդկաստան սահմանին։ Ջամուի և Քաշմիրի շփման գծում գիշերը անցել է առանց լուրջ միջադեպերի։ Ինչպես այս տեսանյութում է երևում, հրադադարի շուրջ պայմանավորվածությունից հետո կողմերը բացել են սահմանը։ Լուծվել է նաև ամենախնդրահարույց հարցը։ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի վրա կառուցված ամբարտակը, թույլ տալով, որ ջուրը հոսի դեպի Պակիստան։ Ամբարտակը Նյու Դելհին փակել էր, երբ ապրիլի վերջին Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրի Պահալգամ շրջանում զինված հարձակում տեղի ունեցավ, որի հետևանքով 26 մարդ զոհվեց։ Նյու Դելհին Իսլամաբադին մեղադրեց ահաբեկչության համար, կասեցրեց հիմնական համաձայնագրերը, չնայած Պակիստանը մինչև վերջ հերքում էր մեղադրանքները։ Շաբաթ օրից ուժի մեջ մտած հրադադարը, սակայն Նյու Դելհիի պնդմամբ մինչև 3 իդեալական չի պահել Իսլամաբադը, խախտումներ եղել են, հնդկական բանակին հանձնարարված է վճռական արձագանքել կրակոցների դեպքում։ Զինված ուժերը համարժեք և պատշաճ արձագանքում են այս խախտումներին, և մենք շատ լուրջ ուշադրություն ենք դարձնում դրանց։ Մենք կոչ ենք անում Պակիստանին իրավիճակին լուրջ և պատասխանատվությամբ վերաբերվել։ Ի վերջո Հնդկաստանը թե Պակիստանն է հրադադար խնդրել։ Միջուկային երկու տերությունները պնդում են, թե տասնյակ մարդկանց կյանք խլած կարճատև կռվում, առավելությունը իրենց կողմն է։ Հնդկաստանի ռազմական գործողությունների գլխավոր ղեկավարը վստահեցնում է, հրադադարը ուժի մեջ է մտել, երբ հակառակ կողմը ճակատում կապ է հաստատել իր հետ ու խնդրել դադարեցնել կրակը։ Ես թեժ գծին հաղորդագրություն ստացա իմ պակիստանցի գործընկերոջից։ Նա խնդրում էր, որ ես շփվեմ իր հետ։ Արդյունքում մայիսի 10-ին դադարեցին սահմանային կրակոցները և օդային ներխուժումները երկու կողմից։ Նա առաջարկեց դադարեցնել ռազմական գործողությունները։ Հրադադարից 1 օր առաջ Պակիստանը սկսեց Ամուր պատ կոչվող գործողությունները ու օդից ինտենսիվ գրոհեց Հնդկաստանի ուղղությամբ։ Այդ ժամանակ պակիստանցիները ոչնչացրեցին գերձայնային Բրահմոս հրթիռների պահեստը, Ադամպուրում S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հնդկական կողմը վստահեցնում է, իրենք վճռական պատասխան են տվել հակառակորդին, սպանելով ավելի քան 100 պակիստանցու, որոնց ահաբեկիչներ է կոչում Նյու Դելհին։ 9 ահաբեկչական կենտրոնների վրա հարվածներով սպանվեց ավելի քան 100 ահաբեկիչ։ Մեր թիրախավորումը ճշգրիտ էր և մեր ուղերձը հստակ, ագրեսիան չի հանդուրժվի։ Թիրախային հարվածներ են հասցվել նաև Պակիստանի մի քանի ավիաբազաների և ռազմական օբյեկտների։ Պատերազմ հավանաբար ամենաքիչն ուզում են խաղաղ բնակիչները։ Հնդիկները ու պակիստանցիները երջանիկ են, որ խաղաղվել են իրենց սահմանները, հրադադարի օրից տոնում են։ Մենք միշտ եղել ենք խաղաղության կողմնակից, ոչ միայն հակամարտության սկսվելուց առաջ, այլև դրա ամենալարված պահերին։ Ոչ Հնդկաստանը, ոչ Պակիստանը չեն շահում պատերազմից, կարծում են Հնդկաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները։ Մենք երբեք օգուտ չենք խաղում պատերազմից։ Մենք տառապել ենք վերջին 35 տարիներին։ Սահմանամերձ շրջանների բնակիչները շատ են տուժել հրետակոծություններից։ Մենք շատ շնորհակալ ենք Հնդկաստանի, Պակիստանի կառավարություններին և միջնորդներին հրադադարի համար։ Հուսով ենք, որ այն կշարունակվի։ Սահմանամերձ Սրինագարում շարունակում են կյանքը, վերաբացվել են խանութները, սկսել են նորից տպագրվել թերթերը։ Հասմիկ Սերոբյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։